Սիրելի երևանցիներ, մենք այժմ գտնվում ենք Մհեր Մկրտչյան փողոցում, որտեղ ինչպես Տիգրան Մեծ, Ագաթան Գեղոց փողոցներում Երևանի քաղաքապետարանը իր դեմս կենտրոն վարչական շրջանի բարեկարգում է մայթերը եւ խուսափելու համար մանիպուլյացիաներից մենք այսօր այստեղ ենք, որովհետեւ մայթերին զուգահեռ իրականացվելու են նաեւ ինքնաճ, ինվազիվ այլան տեսակի ծառերի հեռացում եւ 4 նույնպես ինքնաճ եւ հիվանդ թեղիների հեռացման աշխատանքներ եւ մեկ արդեն կենսունակությունը ավարտված փտած հատման ենթակա բարդու հատման աշխատանքներ։ Այս ամենը արվում է, որպեսզի կեղծարարների կողմից նորից չցուցադրվեն ծառերից մնացած կոճղերը եւ աղմուկ բարձրացվեն, որ Երևանի քաղաքապետարանի կանաչապատման հողակը իրականացրել է առողջ ծառերի ծառահատումներ։ Ժամանակին այս փողոցում ծառեր տնկված չեն եղել, իմ կողմից նշված ծառերը դրանք ինքնաճ սերմերից աճած ծառեր են, որոնք պետք է հեռացվեն եւ հեռացվում են ամբողջ քաղաքում, դրանք այն ծառերն են, որոնցից դուք բողոքում եք, որ տհաճ հոտ է արձակում եւ ունի ալերգիկ ֆոն, իսկ մենք դրանք հեռացնում ենք նաեւ մեկ այլ պատճառով, որ դրանք ինվազիվ են եւ շատ ագրեսիվորեն քանդում են շենքերի հիմքերը, հիմնականում աճելով շենքերի հիմքային հատվածներից եւ նկուղային հատվածներից։ Գտնվում ենք փողոցի սկզբնամասում, որտեղ ինչպես տեսնում եք առկա է թվով 95% շոր եւ բնամասը փտած բարդի ծառատեսակ, որը ամեն պահի կարող է տապալվել, այդ իսկ պատճառով սա անհապաղ ենթակա է հատման։ Եվս այլանդներ եւ թեղի, որոնք աճել են ինչ-որ բետոնային զանգվածի վրա, մենք նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ այստեղից նաև տապալված ծառի դեպք ունենք, այլանդները, ինչպես գիտեք, ինվազիվ են, բոլորը ինքնակամ աճած են եւ ենթակա են հատման, քանի որ գտնվում են բետոնի վրա եւ մերթ-ընդմերթ նաև տապալվում են։ Այս այլանդը ինվազիվ ծառ է, սերտաճ եւ ենթակա է հատման, ունի նաև ալերգիկ ֆոն։ Երկու թեղիները, որոնք ինքնաճ են, ենթակա են հատման, քանի որ ունեն բակտերիալ հոսք, կիսատ շոր են, ունեն հիպերտրոֆիկ ուռուցքներ եւ նորմերից 5 մետր հեռավորությունը պահված չէ, այսինքն վաղ թե ուշ ամբողջ հենապատը քանդվելու է այստեղ։